Բարև ձեզ, աշխարհով մեկ իմ ամբողջ հայացք։ Երկու տղով կուզեմ ներկայացնել վաղը թե ինչ է ուզում անի այս շիզոֆրենիկը։ Ժամի 1-ին հրավիրել է Խաչակրյաց Քայլարշավ։ Հասկանում եք նրա ուզածն ինչ է։ Երկիրը տապալված է պարտքերի մեջ, ինվեստիցիաները սա հետ են քաշե, ձունը փագել է գյուղերի չեն կարում մաքրեն, ժողովուրդը սովից մեռնում է, այս սաղ պրոբլեմների հետ այս մարդը բերել է իր դավաճան, հուդա, եպիսկոպոսներին 7-8 կճույան։ Ուզում ես հիշացնեմ քեզ Պետերբուրգի Ամերիկայից, որ մարալն եկել էր դիսկոտեկայում ինչ է իրանում, երկար լիմուզինի մեջ ինչ է իրանում, գլուխդ որտե էր մցրե, ինչ է իրանում։ Կճուան դու խելքդ հավաքի գլուխդ, այտենց այդ կախած, որ եթե մեզ ստորագրում ես, այն խեղճ մարդուն բոմբ սարքիր, տարար դրիր 10 միլիոն փող վեկալար տարար կերար, արա դուք այ հիվանդներ, ինչ եք ուզում եկեղեցուց։ Փաշինյան, ես ոնց որ ասել էի, ամոթ, զանգում եք արդեն, այնքան եք ունիժատել է, վարսավիրներին հրավիրում եք վաղը Խաչակրյաց Քայլարշերտի, ասում եք, եթե չգաք ձեր վարսավիրանոցը կփագենք, ասում եք, զանգում եք ձեր սաղ չինովնիկներին, միլիցեքին շորեր ես տվե, ասել ես գրաժդանսկի հագնվեք արեք, արա դու անասուն չես, արա ինչ ես ուզում դու ես ազգից, քեզ 1000 անգամ ասինք ձերքերդ հետ քաշի եկեղեցուց, արա, էսի առանց կոնստիտուցիա բան ես անում, արա, աշխարհի ամենաանօրենք բանն ես անում, խոսում ես օրենքից, խոսում ես դեմոկրատիայից, դու խուլիգան ես, արա, մելքի խուլիգան են, դիշովի խուլիգաններ են ելնում է, երեք հա կայնել է ժողովրդի գլուխը լվում ես, ասում ես ես որպես եկեղեցական անձ, քրիստոնին հետնորդ, ուզում եմ ստորագրեմ, ընդ գրած է, ստորագրում է պրեմիեր մինիստրը Հայաստանի, քեզ մտնում արա, դու պետություն ես, քեզ մտնում եկեղեցու գործերի մեջ, դու ինչ գործ ունես, կոնստիտուցիայով գրած քո կոնստիտուցիա խախտես, դու խուլիգան ես, պրոստը մելքի խուլիգան, հարգելի հայրենակիցներ, ինչ եմ ուզում ձեզ խնդրեմ, վաղը բոլորով մեկտեղ, հանգարց դուրս չգաք ես խուլիգանի հետ, սա ինչ է ուզում անի, վաղը նազում է Խաչակրյաց արշավանքին փորձի, տենա ինչքան մարդ է հավաքվում, եւ նրանց հաջորդ անգամ ուղեկցի եկեղեցի Կաթողիկոսի վրա բախումներ հրահարի հայ ազգին տանի դեպի բախման։ 5000 երեխուն թաղելա քիչ է, մարդու կնգան բաժանելա, սև ու սիպտակների արելա, հմել տանումա բախման։ Երկիրը տանումա իրար մեջ բախման, արուն թափելու։ Խնդրում եմ ձեզ, կանցով հասկացեք, թասիբներդ, նամուսներդ հավաքեք։ Եկա մարդիկ եք Հայաստանում ապրող, վերջացրեք սա բերելու է արնահեղությամբ։ Եթե նա գնաց եկեղեցու վրա, ստեղից աշխարհի վրից լիքը մարդ է գալու եկեղեցին պաշտպանելու։ Եթե դուք ի վիճակի չլինեք մեր եկեղեցին պաշտպանելու, 3.5 միլիոն մարդ ստեղ ապրում, 2 միլիոն Ամերիկայի ապրում, 1.5 միլիոն Եվրոպայի ապրում։ Ես գիտեմ, որ մարդիկ պատրաստ են թռնեն գան, իրանց հոգևոր Աստծո տունը պաշտպանեն։ Ստեղ գործը չի եթում է Կաթողիկոսի համար, ստեղ եթում է մեր եկեղեցու կռիվը, սա անում է ուրիշ բանի համար, քանդելու մեր սրբությունները։ Հավաքեք հետներդ գլուխներդ, վաղը չետակ մասնակցեք այս շիզոֆրենիկի, որը քանդել է ձեր երկիրը, քանդում է ու քանդելու է իր տարած քայլերին, ինքն էլ ապրելով Սամվել Կարապետյանի տան մեջ, ով որ իրան այդ տունը առել է նվերա տվե ժամանակին Սերժ Սարգսյանին, հիմա ինքն անդե ապրում, ընդեղից ասած գորդի խոսում է, թուղթը ստորագրում է, հələ մի հատ տես դու փողերով առած տան մեջ ես ապրում, ում ես դեմ եթում, ում ես նստում, նոր դեմոկրատիայից խոս, այ շիզոֆրենիկ։ Մեկը սաղ վերջանալու է, սաղդ պատասխան եք տալու Աստծու դեմ, Աստծու պատիժը դաժան է եւ արդար, եւ դա լինելու է, կարակ չկասկածեք, մնաք բարով։